Արմիկ Յուրեղյան։ Պարոն Մկրտչյան, իմ հարցը վերաբերել է ոչ անմիջապես նախագծին, բայց ըստ էության աղետների կառավարման հարցադրում է եւ նամակ եմ ուղարկել նախարարությանը, պատասխան չեմ ստացել, գոնե հեստեղ հուսամ, որ պատասխան կստանամ։ Տեսեք, Վանաձորում Երևանյան խճուղի 90 եւ Գրիբաեդովի 6 շենքերի մասին է հարցադրումը, որոնք ըստ էության ճանաչվել են շատ վաղուց երրորդ կարգի, վտանգավոր շենքեր, բայց այս երկրաշարժից հետո հատկապես մարտի 8-ին եւ 6 բալանոց երկրաշարժ եղավ Վանաձորում, այդ շենքերի վիճակը շատ ավելի վատացել է եւ Երևանյան խճուղու պարագայում պատասխանը ստացել եմ Գրիբաեդը 6-ը չէ։ Տեսեք ինչ է գրված պատասխանում։ Ասում է շենքը գնահատվում է շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատվում է անբավարար, մինչև 8 բալ երկրաշարժի դեպքում հնարավոր է շենքի ամբողջական փլուզում, այսինքն ինքը շատ վտանգավոր շենք է։ Հիմա այս պարագայում այս շենքի վիճակը, կարգավիճակը դեռ երրորդ կարգի է եւ բնակիչների պահանջը որևէ կերպ հիմնանորոգել չի բավարարվում։ Այսինքն ընդամենը մարտի 8-ին 6 բալանոց երկրաշարժ է եղել Վանաձորում։ Այսինքն սպասում ենք 8 բալանոցով ամբողջ շենքը փլվի նոր, մենք փորձենք ինչ որ հարցերի անդրադառնալ, թե ոչ։ Իսկ Գրիբաեդը 6 շենքը, որի մասին ես հարցում արել եմ ու դեռևս պատասխան չեմ ստացել, ընդհանրապես բարձրահարկ շենք է, որի 5-րդ հարկից վերև նույնիսկ այն դուռ, պատուհան, լուսամուտ այդ վիճակը չկա։ Այսինքն մի քանի ներքևի հարկերում ապրում է 21 ընտանիք։ Այս շենքի վերաբերյալ նույնիսկ չի եկել պատասխան, որ լավ ինքը երրորդ կարգի է եւ առայժմ վերանորոգման կամ հիմնանորոգման ենթակա չէ։ Ինչ կարող եք ասել եւ այս շենքերի իրավիճակի վերաբերյալ ի վերջո որ կառույցն է պատասխանատու եւ ինչ պետք է անեն այդ բնակիչները, ես որպես падգամավոր, որպեսզի այդ հարցը լուծման ընթացքի մեջ մտնի։ Ես կխնդրեի հնարավորինս պատասխանել։